Ողջույն, մետամոլորում այսօր քննարկելու ենք տվյալների եւ տեղեկատվության փոխակերպումները այսօրվա թվային աշխարհում եւ այդ փոխակերպումների ազդեցությունը մարդկային հաղորդակցության, մտածողության եւ առհասարակ մարդկային դրության վրա լայն առումով։ Այսօրվա իմ հյուրերն են Մարիամ Կարապետյան, մեդիա ուսումնասիրությունների եւ նշանագիտության ամբիոնի դոցենտ եւ Ռուբեն Գևորգյան, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք ժամանակ հատկացնել եւ հյուրընկալվել։ Ես ակնկալում եմ շատ տարբեր կողմեր տանող հետաքրքիր զրույց մեր եւ առաջին հերթին ձեր միջև։ Սովորաբար ես երկար նախաբաններ եմ անում, բայց այսօր երևի չեմ անի, ուղղակի կսկսեմ այսպիսի մի խնդրանք հարցով, որ նախնական սահմանումներ տանք այն հասկացություններին, որոնցով այսօր խոսելու ենք, հա, ինչ է տեղեկությունը, տեղեկատվությունը, ինչ է տվյալը, որոնք են դրանց փոխառնչությունները, գուցե ոլորտային, հա, տարբերություններ կան այդ սահմանումներում, խոսքում տամ առաջինը, սկսենք։ Ոնց կուզեք։ Կարող եմ ներկայացնել տվյալի եւ տեղեկության առնչությունները եւ նաեւ տարբերություններ, նմանություններ այս տեսանկյունից, ինչ կարելի ասել, եթե այսպես շատ ընդհանուր եւ մի քիչ պարզ ձևակերպում տամ, տվյալ կարելի է անվանել օբյեկտիվ իրականության որոշակի դրվագներ, հատվածներ, որոնք դեռևս մշակման փուլ չեն անցել, իսկ տեղեկությունը արդեն կազմակերպված տվյալների ամբողջությունն է, որը անցնում է որոշակի միջնորդման ատյան եւ այնուհետեւ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։ Իհարկե, ասացի սա, բայց համել կարող եմ ինքս ինձ մի քիչ հակաճառելով նաեւ տվյալը վերամեկնաբանել, որովհետեւ տվյալն ինքն էլ որոշակիորեն միջավայրի արտադրանք է եւ այն թե ինչն է ըստ էության դառնում տվյալ, սա արդեն ինքնին հարց է։ Պարզապես երբ որ հարաբերում ենք հում չէ երբեք այսինքն գրիվ հում չէ, այո։ Պարզապես երբ որ համեմատության մեջ ենք դիտարկում տվյալը եւ տեղեկությունը, նրանց մեջ կա այսպիսի հիերարխիկ առնչություն, աստիճանակարգային առնչություն, բայց ինքնին տվյալը եւս որոշակի մշակութային իրականության արտադրանք է։ Շատ լավ։ Ես ավելի շուտ կխոսեմ տեղեկատվություն, հա, ինֆորմատիկության մասին եւ այստեղ մեր մոտեցումները, որով մենք ենք զբաղվում, հա, մոդելավորման տեսանկյունից, դրանք չափելի եւ որոշակի տերմիններ կան, որոնք մենք օգտագործում, օրինակ ինֆորմացիայի քանակ, հա, ինֆորմացիայի կառուցվածք, ինֆորմացիայի կոնֆիգուրացիա, հա, դրանք գաղափարներ են, որոնք եկել են ֆիզիկայից իրականում, բայց այս վերջին տարիները շատ ինտենսիվ կիրառում են հետազոտություններում։ Կիբեռնետիկայից, հենց ֆիզիկայից են եկել, հա, այդպես տեսություն կա, որ կոչվում է ինֆորմացիայի տեսություն, ֆիզիկայում ստեղծվել է 50-ական թվականներին նախորդ դարի, բայց սկսած այն պահից, երբ որ հասկացան, որ ինֆորմացիան մարդու վարքի վրա եւ մարդու որոշումների վրա որոշակի ոչ հեշտ ձևով է ազդում, հա, որովհետեւ ոչ ուղիղ ճանապարհով, այո, կար մի ժամանակ շատ այտենց պարզունակ մոտեցում, թե ոնց է ինֆորմացիան կլանվում մարդու կողմից, բայց երբ որ դա հասկանալի դառավ, հատկապես վարքագծային այդ տնտեսագիտություն, վարքագծային ֆինանսներ, այդ տիպի բաներ, որ ի հայտ եկան, ինֆորմացիայի կլանման, ինֆորմացիայի ընկալման այդ գործընթացները անցան այդ մաթեմատիկական նկարագրման փուլ եւ այդտեղ այդպես տերմիններ են կիրառում, որոնք ես այսօր նաեւ կօգտագործեմ երևի թե։ Շատ լավ։ Այսինքն ձեր համար ավելի առանցքային հասկացությունը, տերմինը տեղեկատվությունը ոչ թե ես կասեի sense տվյալ որն որից ածանցալ տվյալը դա տեղեկատվություն է, ցանկացած տվյալ դա նաեւ տեղեկատվություն է, հա։ Հսկայական քանակությամբ տվյալները հավաքված այսօր։ Եթե բան թվային տվյալների մասին խոսանք, դա հսկայական ծավալ է։ Եթե ու դա չափելի է, ասենք կան ինչ որ գնահատականներ, ինչքան տվյալներ է հավաքված, բայց կան նաև տվյալներ, որոնք թվային չեն, հա, դրանք ընդհանրապես հնարավոր չի մարդկության ուրեմն այդ պատմության ընթացքում ինչքան տվյալ է կուտակվել, ինչքան գիտելիք է կուտակվել, դա ցավոք հնարավոր չի չափել։
արձագանք մի ունեի։ քիչ, այո, տեղեկությունը այդուամենայնիվ մի քիչ ավելի ուղղորդված բան է, երբ որ կա հաղորդման գործընթաց, այդ ժամանակ նոր ի հայտ է գալիս տեղեկությունը, որովհետև տվյալը մի քիչ ինքներենով ավելի пассив հասկացություն է, իսկ տեղեկությունը շատ ավելի ակտիվ, այո, ոնց որ վեկտոր ունի, այո, ուղղվածություն ունի տեղեկությունը։ Շատ լավ, որպեսզի չմնանք զուտ ուղղակի սահմանումների մակարդակում, որտեղ իսկապես նույն սահմանումներն են ենթադրում եմ բարբերաբար փոխակերպվում, նաև տեսանք որ ինֆորմացիայի մասին պատկերացումն էլ է փոխվել, ժամանակակից հասարակության մեջ, այս թվային հասարակության մեջ այս երկուսի փոխառնչությունը որևէ sense ֆունդամենտալ առումով վերաիմաստավորվել են օրինակ ձեր ոլորտում, այսինքն եղել է որ այսպիսի պատկերացում կար հիմա sense շուտ բեկումնային փոխվել է։ Այո, կարելի է ասել, որ կա այդպիսի բեկումնային փոփոխություն, որովհետև եթե նախկինում ավելի շատ կարող էինք խոսել այսպես գիտելիքի մոնոպոլիաների մասին, ով է արտադրում գիտելիք, ով է հասցեագրողը գիտելիքի եւ ով է սպառում գիտելիքը կամ տեղեկությունը, ապա այսօր այդ գործընթացները երբեմն որոշ իմաստով ավելի քիչ են ենթակա կոնկրետ ինստիտուտների միջամտությանը եւ ավելի մեծ չափով են ենթակա տարբեր տեխնոլոգիական բաների գործընթացների հետևանքի, օրինակ զարգանում է տեխնոլոգիան, այս տեխնոլոգիայի հետևում էլի մարդն է կանգնած, այո, էլի մարդն է, էլի ինստիտուտներ են կանգնած, բայց երբեմն իրականում մեծ իմաստով էլի գործ ունենք տեղեկությունների կառավարման, տվյալների կառավարման հետ, բայց շատ ավելի քիչ է երբեմն միջնորդվում այդ անձնական ջանքով, քան եթե խոսենք ավելի վաղ ժամանակների մասին։ Հիմա ալգորիթմական ընտրություն, որ ասում ենք, ասենք ալգորիթմն է, չէ, ընտրում որ տեղեկությունը մենք ավելի շատ կսպառենք։ Ենթադրենք մի քանի բան նայել ենք Facebook-ով, ալգորիթմը արդեն հասկացել է, որ մենք այս տվյալների պոտենցիալ սպառողներ ենք եւ առաջարկում է։ Այսինքն ինքնին հաղորդակցային համակարգերի տեխնիկայով միջնորդված հաղորդակցային համակարգերը շատ ավելի առանցքային դեր են կատարում եւ ավելի շատ են միջամտում, այսպիսով այսպես մի քիչ բանանելով, սեղմելով ինքնին զուտ ուղակի մարդկային գործոնի հանգամանքը։ Եթե օրինակ լրագրող ես, որը այսպես մի քիչ բան ուներ, մոնոպոլիա ուներ տեղեկությունը հասցեագրելու այդ գործընթացներում, ապա այսօր ցանկացած ոք կարող է լրագրող, այո, պոտենցիալ լրագրող է եւ Facebook-յան ամեն մի մեկնաբանություն ըստ էության այսօր դառնում է պոտենցիալ լրագրության առնվազն օգտագործվող տարր եւ այնպես չի որ սա միշտ անխնդրահարույց է, որովհետեւ երբեմն օրինակ լրագրողներն էլ են շատ տարվում դրանով եւ ասենք մեկը Facebook-յան ինչ-որ մի հատ գրառում կանի, այդ Facebook-յան գրառումը շատ հեշտությամբ հայտնվում է բանում լրատվամիջոցում դրահոս բաժնում օրինակ։ Ստացվում է քաղաքացու կարծիքը այլևս այդ մասնագիտական միջնորդման բանը ատյանը չի անցնում, այո, եւ տվյալը ուղղակիորեն վերածվում է տեղեկության, այսինքն ճանապարհները կարճացել են։ Ահա, բարձ է, բարձ։ Այս ճանապարհների կարճանալու արագացման կոնտեքստում դուք ինչ կասեք ընդհանրապես ինչն է փոխվել այս տեղեկատվական հոսքերում եւ ալգորիթմների մարդկանց վրա ազդեցություն։ Եթե խոսենք տեղեկատվությունը մարդու վրա ազդելու այդ խնդրի վերաբերյալ, որը շատ ավելի ընդհանուր խնդիր է եւ գիտական խնդիր է, քան միջգիտակարգային միանշանակ այդտեղ ոչինչ չի փոխվել, հա, որովհետեւ միշտ ինֆորմացիան, ցանկացած ինֆորմացիա, որը գեներացվում է, նպատակ ունի ազդելու մարդու որոշման վրա, հա, գոյություն չունի ինֆորմացիա աբստրակտ, հա, ցանկացած ինֆորմացիա որևիցե, ուրեմն ավելի շուտ ինֆորմացիա, որը մարդու կողմից օգտագործվում է որոշում կայացնելու համար, հա, դա չգիտեմ, ազդեցություն։ Բոլոր օրինակները բան են, հա, անթիվ են, կախված նրանց, չգիտեմ, քաղաքական որոշում ես կայացնում, ապրանք գնելու մասին որոշում, նախասիրությունն է ձևավորվում մարդու մոտ, այդ ամեն ինչ հիմնված է նույնիսկ էմոցիա ինչ առաջանում։ Էմոցիա, ամեն ինչ, ինչ որ մարդը որոշում է, հիմնված է ինֆորմացիայի վրա։ Եվ այդ առումով միշտ հասկացել են դրա մասին, հա, ասենք չգիտեմ, սկսած անտիկ ժամանակներից, երբ որ տենց հարցեր էին քննարկում, հասկանում էին մարդու որոշման կայացման խնդիրը շատ հին պատմություն է։ Եվ ինֆորմացիան ոնց է ընկալում, էլի հին պատմություն է, բայց դա չլուծված խնդիր է իրականում, որովհետև այդ մեխանիզմը այնքան էլ հասկանալի չի մարդը ոնց է այդ ինֆորմացիան բանանում ընկալում, հա։ Այս տեսանկյունից
ոչինչ չի փոխվել, բայց փոխվել է ինտենսիվությունը, հա։ Այսինքն քանակական փոփոխության Փոխվել հետ է ինֆորմացիա, ես դրա համար եմ ասում, որ այս ինչ որ տերմիններ, ինֆորմացիայի քանակն է մեծացել, հա, մարդը ավելի շատ ինֆորմացիա հնարավորություն ունի ընկալելու, դրա հիման վրա որոշում կայացնելու։ Ինֆորմացիայի քանակը եւ նաեւ ինտենսիվությունը, ինչքան արագ է նոր ինֆորմացիան ի հայտ գալիս, հա։ Եվ իհարկե շատ համաձայն եմ, որ ինֆորմացիա աղբյուրներն են շատացել, հա, եթե առաջ ժամանակակ ինֆորմացիա աղբյուրներն այսօր շատ է։ Բայց ես կուզեի մի բան ասել, որ ցանկացած տվյալ, որի մասին մենք խոսում ենք, հա, դա այսօրվա տրամաբանությամբ, որ մենք ասում ենք կուտակվել է, չգիտեմ, հա, ասում են 120 տրիլիոն գիգաբայթ ինֆորմացիա կուտակվել, հա, այդ ինֆորմացիան մտնում է ամեն ինչ, հա, այսինքն չգիտեմ, վիդեոկամերաների կողմից գրանցված ինֆորմացիան, այս ինչ որ մենք հիմա գրանցում ենք, սա էլ է ինֆորմացիա, հոդված ցանկացած, ամեն ինչ, հա, ամեն ինչ դա ինֆորմացիա է, որը սկզբունքորեն ինչ որ որոշման վրա կարող է ազդել մարդու այս կամ այն որոշման վրա։ Այդ ինչպես է այ մարդը ընտրում ինչ ինֆորմացիայի վրա որոշում կայացնել, այդ հարցերն են, որ գոնե մեր լաբորատորիայում մենք փորձում ենք հետևել։ Շատ լավ, այդ ընտրության հարցը նաև sense գալիս առնչվում է ազատության հարցին եւ բայց շատ կշեղվեմ գուցե, բայց անում է մարդը այսօր իր ընտրության մի կողմից ասիկ այդ ընտրության հնարավորությունները մեծացան թե ինչից օգտվել, բայց մյուս կողմից նաև sense մի տեսակ գրոհի է նման, չէ, այնքան շատ է, որ կոգնիտիվ ոնց որ ծանրաբեռնվածությունը մարդու բավական մեծացել է ու նաև մոլորվածության զգացում կարող է ունենալ նա։ Տեսեք, էլի հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու ինֆորմացիա մշակելու ֆիզիկական ունակությունները բավականին մեծ են, հա։ Այն ինչը մարդ օգտագործում է իր որոշումներ կայացնելու, շատ ավելի փոքր է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ինֆորմացիայի քանակ եւ հնարավորություն այդ ինֆորմացիան վերլուծելու, մարդու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան նույնիսկ այսօր ինքը կարող է բան անել։ Հարցը նրանում է, թե ինչպես է մարդը բան անում, հա։ Օրինակի այսօրվա նենց ընդունված տեսություններից մեկը ռացիոնալ անուշադրության տեսությունն է, հա, որը շատ տարածված է, ես կարծում եմ մոտակա մի քանի տարիներում դրա այդ մոտեցման համար Նոբելյան մրցանակ կստանան հեղինակները, որովհետև շատ մոտ են, եւ գաղափարն նրանում է, որ մարդը ոչ թե ռացիոնալ է, հա, որը եղել է այդ կարծիքը, եղել է ռացիոնալ ընտրության տեսության մեջ արտացոլվեց, հա, եղել են ռացիոնալ ընտրության տեսություն, որը կա այսօր շատ օգտագործվում է, կիրառվում է, բայց այսօրվա նոր տենդենսն է, մարդը ավելի շուտ ռացիոնալ անուշադիր է, կամ ասում են սելեկտիվ, հա, ընտրովի, այսինքն մարդը ոչ թե որոշում է կայացնում, այլ երկքայլ է իր որոշումները, առաջին ընտրում է ինչ ինֆորմացիա վրա որոշում կայացնի, հետո նոր այդ ինֆորմացիան վերամշակելով որոշում է կայացնում։ Նու այդ փաստը երևի այս մոտեցումը ի հայտ եկավ այն պատճառով, որ իսկապես փոխվել է ինֆորմացիայի քանակը եւ արդեն այն հին մոտեցումներով, երբ որ ինֆորմացիայի քանակ ինչ է մարդը, ինչ ինֆորմացիա վրա հիմնվում, այդ պահանջները եկան նոր տեսական մոտեցումներ բանանելու, նոր վերաձևակերպելու հարցերը։ Շատ լավ, Մարիամ, դուք ինչ կասեք այդ փոփոխության տեսակի մասին համաձայն եք, որ մենք քանակական փոփոխության էլ գործ ունենք ինտենսիվության արտահայտված, թե ձեր ոլորտի տեսակետից սա ավելի որակական փոփոխություն, այսինքն ոնց որ ձեր հայացքով ինչպես է արտահայտվում այսօրվա ոնց որ գերտեղեկատվական միջավայրը մարդու վարքի կամ ընտրությունների վրա կան ինչ-որ ինսայթներ է տա։ Ինձ թվում է ինքնին քանակական ցուցանիշի մեծացումը, այն էլ հսկայական չափերով մեծացումը չի կարող пассив լինել որակական տեսանկյունից եւ այդուամենայնիվ որոշ նոր հարաբերակցություն առաջանում է քանակի եւ որակի միջեւ եւ երբ որ խոսում ենք հսկայական ծավալի ինֆորմացիայի մասին, ապա այստեղ փոխվում են նաև ընկալման հանգամանքները, փոխվում են նաև ազդեցության հնարավորությունները եւ մեխանիզմները։ Այս տեսանկյունից երբեք ինքնին քանակը չեզոք չէ եւ նաեւ դե վաղուց ձևակերպված թեզ է Մակլուանի, որ մեդիումը մեսիջն է, չէ, այսինքն միջոցը ուղերձն է։ Երբ որ դու ինչ որ մի կերպ ես հաղորդում այդ տեղեկությունները, այդ կերպը երբեք пассив չէ եւ պայմանավորում է տեղեկության բովանդակությունը, այսինքն կապուղու դերակատարումը շատ
էական է եւ միշտ նշանակալի է բովանդակության տեսանկյունից, արդեն բովանդակություն է սա։ Եվ եթե դու սոցցանցերի միջոցով ես արտադրում բովանդակություն, լրատվամիջոցի միջոցով ես արտադրում բովանդակություն, թե ասենք Ֆուկոյի բանով ասեմ արխիվն ես պահում ես ինչ որ տեղեկություն, հա, սա արդեն այդ ինֆորմացիայի ամբարելու եւ փոխանցելու մեխանիզմները եւ գործորդների տեսանկյունից ով է անողը եւ միջոցների տեսանկյունից ինչպես է անում, ինչով է անում եւ հասցեականության տեսանկյունից միշտ արդեն նշանակալի է։ Շատ լավ, ինձ մի քիչ ոնց որ գուցե ուրիշ կողմ տարավ իմ հետազոտությունների ոլորտը, բայց օրինակը բերեմ, գուցե ձեզ մոտ էլ արձագանքվի, նախ վերջին տարվա նախորդ տարի վերջին էր կարծեմ, քիչ ոնց որ դեպքերից մեկը, երբ որևէ հանրության մեջ երիտասարդները դուրս եկան փողոց, որտեղ արգելափակվել էր իրենց ոնց որ սոցիալական ցանցը, այսինքն մի տեսակ ոնց որ արդեն ոչ թե միջոցն է խափանվում իրենց համար, այլ ինձ ոնց որ կենսամիջավայր, այսինքն այնքան կարևոր էր իրենց համար, որ ոչ թե ինչ որ կոնկրետ խնդրի համար են դուրս եկել, օրինակ, չգիտեմ, տնտեսական անհավասարություն կամ անարդարություն եւ այլն, այլ հենց այդ արգելափակման դեմ բողոքելու համար, որտեղ դա իրենց համար կենսակարևոր միջավայր է դարձել արդեն։ Կարող ենք ասել, որ սա եւս արտացոլումն է նրա, որ ոնց որ մեդիան դարձել է ավելի կարևոր բան, քան օրինակ, չգիտեմ, 50 տարի առաջ էր կամ 30 տարի առաջ էր, կամ ընդհանրապես տեղեկացված լինելու այդ մոդուսի մեջ լինելը։ Իհարկե տարբեր հասարակություններ տարբեր միջավայրերով են պատասխանել այդ հարցին, սոցիալականացվելու կարիքին։ Օրինակ, եթե ասենք նայենք եվրոպական հասարակություններ, ինչպես թատրոնը ինչ դեր է կատարել, դե նաև հայկական հասարակության մեջ քաղաքային միջավայրերում թատրոնը միշտ եղել է շփվելու, իրար տեսնելու եւ սոցիալական հարաբերություններ կառուցելու տարածք, չէ՞։ Այսօր մեդիա միջավայրերը, իսկապես հատկապես սոցիալական ցանցերը այդպիսի տարածքներ են, որտեղ իրականացվում է սոցիալականացվելու կարիքը եւ հետեւաբար այո, սա շատ էական միջավայր է, թե որտեղ է իրականացվում այդ սոցիալականացման կարիքը եւ իսկապես ստացվում է արդեն մի քիչ այնքան շփոթելի են արդեն վիրտուալ կյանքը եւ իրական այն ինչ որ մենք անվանում ենք իրական կյանք, որտեղ է սահմանը, որտեղ է սկսվում մեկը, որտեղ սերնդային է, ինչ որ սերնդի մոտ դեռ այդ սահմանը հստակ է եւ ապրվում է որպես տարբերություն, բայց որ սերնդից հետո արդեն իրենք ոնց որ բնակիչներ են ավելի։ Ռուբեն, դուք քիչ առաջ իթիվս այլ կարևոր շեշտադրումների նաև նշեցիք հենց այդ ազդեցության որոշումների կայացման համար գործոն լինելու այդ կարևոր հանգամանքի մասին, բայց այստեղ երկակի ինչ որ բան տպավորություն ունեմ ես, օքեյ, մի կողմից տեղեկատվությունը բազմապատկում է, ընդլայնվում է, նաև մարդու հնարավորություններն են, կոգնիտիվ լայն հնարավորությունները ինֆորմացիա մշակելու ավելի շատ են հիմա օգտագործվում, մարդը շատ ավելի հնարավորություններ ունի այստեղից այնտեղից տեղեկանալու, բայց արդյոք դա նշանակում է ազդեցության հնարավորություն, թե հակառակը ոնց որ ինչքան ավելի շատանում են այդ, չգիտեմ, դատաները, դատա ամբարները, շտեմարները, այնքան մարդը դառնում ավելի օբյեկտ հասարակ մարդը, հա, այդ տեղեկատվական ազդեցությունները գրող, ոչ թե դրանք օգտագործող որևէ իր համար հենց էական հարցեր լուծելու համար։ Ես նորից իմ ասածից սկսեմ, հետո շարունակեմ, որ ցանկացած ինֆորմացիա, սենց թե նենց, նրա համար որ մարդը օգտագործի եւ որոշում կայացնի, հա։ Հիմա միշտ ա եղել այդ շղթան, հա, կա ինֆորմացիայի աղբյուր, ինֆորմացիա տարածելու միջոց եւ ինֆորմացիա կլանող։ Նորից կրկին ինտենսիվությունը շատ է մեծացել, այս շղթայում ինտենսիվությունը շատ մեծացել է։ Այդ պատճառով ուրեմն շատ բաներ իսկապես փոխվել է, հա, այ որակական առումով փոխվել է։ Մենք այսօրվա դրությամբ մենք կիրառում ենք այդպիսի տերմին, ինչպիսին ինֆորմացիայի կառուցվածք։ Այդ ինֆորմացիայի կառուցվածքը, երբ որ գիտական այդ տերմինը մենք օգտագործում ենք, հասկանում ենք, որ կա որոշում կայացնող, որ ինչ որ խնդիր ունի։ Ասենք, չգիտեմ, դուրս գա հրապարակ, քաղաքական ինչ որ բանի մասնակցի, թե չմասնակցի, ձեր օրինակի։ Եվ կա բան, հա, կա ինֆորմացիա, որը ինչ որ քանակի է։ Դու կարող ես ասենք, չգիտեմ, 20 րոպե խոսալ, հա, ինչ որ այդ իր խնդրի մասին դուրս գալ կամ դուրս չգալ, 20 րոպե խոսալ, եւ դրա մեջ կարող է լինի
այդ բանը ինֆորմացիայի քանակը նաև կարող է բնութագրել ինֆորմատիվությամբ, այսինքն ինչքան ինֆորմատիվ է ասածը, որովհետև կա եթե խնդրի տեսանկյունից նայենք, դու կարող 20 րոպե խոսես, խնդրի իր որոշման վրա ոչ մի ազդեցություն չունենաս եւ կարող է լինի բան, հա, ինչ որ ինֆորմացիա, որը իր որոշման վրա դա կոչվում է ինֆորմատիվություն խնդրի, հա։ Հիմա ինչ հետաքրքիր փաստեր կան, այս վերջին տարիներին բավականին հետաքրքիր հետազոտություններ են կատարվում, այդ թվում նաև մեր ԵՊՀ-ի լաբորատորիայում, որը կոչվում է մարդ համակարգիչ փոխազդեցության լաբորատորիա, օրինակի համար, պարզվում որ ինչքան ինֆորմատիվ, այնքան վատ է անցալվում, հա, մարդկանց կողմից։ Ինչքան ինֆորմացիան շատ է, իր խնդրի համար նույնիսկ, այնքան վատ է անցալվում։ Ինչքան նոսր է, ինչքան դու ինֆորմացիան կարողանում ես բան անել, հա, ոչ ինֆորմատիվ եւ բան սենսիտիվ դարձնել, հա, հուզականություն մտցնել բայց որը եթե ինֆորմացիա չի տալիս, հա, դու երբ որ ասում եք ոնց ազդելու բանն է, այն մեթոդներն որ այսօր շատ կիրառվում են։ Կամ չգիտեմ, նախասիրություններն են փորձում հասկանալ մարդկանց ոնց է ձևավորվում, օրինակի համար ինչու բան, հա, չգիտեմ, ավելի բարդ բաներ մարդիկ ավելի քիչ են սիրում, իսկ ավելի պարզ բաներ ավելի հեշտ են ընկալում, հա։ Չգիտեմ, ասենք ինչի է երաժշտական նախասիրությունները մարդկության մոտ, հա, ասենք շատ փոքր մարդկության մոտ, չգիտեմ, դասական երաժշտությունն ավելի բարդ է, հա, ավելի շատ ինֆորմացիա պետք է ընկալ, ավելի բարդ կառուցվածք է պետք հասկանալ ինֆորմացիա, որպեսզի կարողանաս պատրաստ լինել այդ բանի մասին նոր ինֆորմացիա ստանալ։ Այս ամեն ինչ ես հասկանում եմ, այն գիտնականները, ովքեր զբաղվում են այս հարցերով, հասկանում են, որ շատ դժվար է դա բերել մոդելների եւ բան հաստատ, բայց դրանով խմորվող process է։ Ոչ միայն խմորվող է, մարդու ուղեղը ամենաբարդ հասկանալու բանն է, հա, օբյեկտն է, մեկ տիեզերքը, մեկ մարդու ուղեղն է, հա, շատ բարդ է հասկանալ։ Այդ խնդիրները դժվար է բերել մաթ մոդելների, բայց դրանց վրա աշխատում են, հա, հետաքրքիր արդյունքներ կան ու ես ուրախ եմ նաև ԵՊՀ-ում մենք փորձում ենք։ Ես եմ շատ ուրախ եւ կարծում եմ, որ նաև միջգիտակարգային հետաքրքիր խոսակցություններ կարող ենք դեռ ունենալ։ Արդեն տեղի ունեն։ Ահա, ես որ խոսում էիք, ինչ հիշեցի, այդ ինֆորմացիա եւ ինֆորմատիվության առնչության հետ կապված մտքից եկավ մեր լաբորատորիայի շրջանակներում արված հետազոտական դրվագ։ Նախորդ տարի մենք ոնց որ մեդիայի կոնտենտ վերլուծություն ենք անում, որտեղ փորձում էինք հասկանալ մարդը, որը ասենց նստում է ու սկսում է օրինակ Telegram ալիքներն, այսօր հոգեբանական զուտ հետազոտություն է։ Ինչպես է, ինչ հույզերով, ինչ դիրքորոշմամբ, ինչ ընկալումներով ընդհանրապես նայում լրատվական կտորներին, ինչ անում լուրը իր հետ, հա։ Իսկ մեր կոդավորողները միևնույն ժամանակ նաև հենց իրանց հույզերի մասին են խոսում ու հետաքրքիրը այն էր, հետաքրքիր տվյալներից մեկը, որ դուրս էր գալիս, այդ այնց շատ հոգեբանական, այն զգացողություններ ընթերցողի մոտ, որ լուրը նորություն չունի։ Այսինքն ոնց որ մի քանի անգամ այդ sense դուրս էր գալիս տարբեր ձևակերպումներով, որ լուրն այլևս նորություն չէ, ըստ էության, ու կարծես թե մենք գործում ենք այդ ինֆորմացիայի, այսինքն մարդը ու հիմա ուզում եմ հարցնել երկուս դել, այսինքն եթե օրինակ մարդը կարդում է լրատվություն, հա, այն մասին, որ այս ինչանը հանդիպեց, այս ինչանին կամ եթե չգիտեմ բացասական լուր է, չգիտեմ շուտով հեսա, չգիտեմ Հայաստանը կվերանա կամ աշխարհը շուտ կգա եւ այլն, ու ոչ մի ձև չի արձագանքում, բացի նրանից, որ դրա մեջ ոչ մի նորություն չկա։ Սա ինչ է, այսինքն սա էլ է դեռ տեղեկություն մեծ հաշվով, թե ամեն անգամ որ մենք 100-րդ անգամ մարդուն մատուցում ենք նույն մեդիա կոնտենտը, մենք դեռ ինֆորմացիա ենք մատուցում, ինչ ենք տալիս էլի։ Ձեր ասածը տանում է բանի կողմ, հայտնի մանիպուլյացիոն հնարանքի, երբ որ ոնց են թաքցնում տերևը, անտառում, չէ։ Հիմա եթե ուզում ես որևէ գաղափար, որևէ միտք թաքցնել, ավելի լավ է այն թաքցնել իրեն բնորոշ տեղեկությունների միջավայրում, այսինքն այնքան շատ տեղեկություն ես արտադրում, որ դա պարզապես անլսելի է դառնում այն մասնավոր բանը, որ դու ուզում ես թաքցնել։ Եվ ունենում ենք խոսքի հանրային դիսկուրսի մեծ արժեզրկում եւ այլևս ոչ մի տեսակի գաղափար ոնց որ այդքան հեշտությամբ չի կարող տեսանելի դառնալ, ինչպես որ ենթադրենք նոսր տեղեկատվական միջավայրում, ինչքան խիտ է տեղեկատվական միջավայրը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ չի նկատվի ցանկացած մասնավոր բան, փորձառություն, գիտելիք, տեղեկություն, որը ցանկանում ենք հասցեագրել։
Եվ այս տեսանկյունից ես իմ գրքում մտածում եի այդ հարցերի մասին, ինչպես օրինակ պատմել մշակույթի մասին, ինչպես այն վերածել իրադարձության, Սոնայի ասածը հենց այդտեղ է գնում, լուրը ոնց որ նորություն չի պարունակում։ Իսկապես ոնց անել, որ ինչ որ մի բան, որի մասին դու պատմում ես, տվյալ ինֆորմացիա, որ ուզում ես հանրային դարձնել, ձևակերպվի իրադարձության կանոններով, որովհետև թվում է թե շատ հեշտ բան է, երբ որ անցնում է մեդիայի ատյանը, այդ միջնորդման գործընթաց անցնում է, արդեն ինստինկտյան տեղեկություն է, չէ՞, բայց պարզվում է, որ ոչ։ Հա, ու հենց Ռուբենի ասած մարդու ուղեղի համար դա դեռ ոնց որ ինքը դիմադրում է դրան։ Ու ստացվում է ամեն անգամ նորից պետք է ինչ որ բացառիկության բան հավելյալ էֆեկտներ արտադրես, ինչպես անել, որ դա տեսանելի դառնա։ Նորից ինչ որ բացառիկության էֆեկտ պիտի արտադրես ամեն անգամ ցանկացած մասնավոր դեպքի գիտելիքի գաղափարի համար։ Դա բարձր որ նույնիսկ եթե ոնց որ սկանդալ, ոնց որ սենսացիայի նման է գրում, դա էլ է հոգնածնող։ Այսինքն այդ հոգնածության, այդ ոնց որ մեդիա ֆաթիկ ասվածը կա որպես արդեն sense ընդհանուր ռեակցիա, այսինքն առանձին լուրի կտորը չի էլ ընկալվում որպես չլրատվության մի կտոր։ Այդ բան կար, չէ, այսպես մեծ հետաքրքիր պատկեր էր, դու դրան ավելի լավ բնորոշում գուցե տասի իբրև հոգեբան, որ ուղեղի ակտիվությունն էին լուսանկարել, ինչպես է, երբ որ մարդը ասես տեղեկությունների, տվյալների գրող է ստանում, ինչ վիճակում է այդ պահին մարդու ուղեղը եւ ընդհակառակը ինչ վիճակում է, երբ որ ինքը խորհրդածում է ինչ որ թեմայի շուրջ եւ ինչ վիճակ է, երբ որ մարդը պարզապես ոչինչ չի անում, ուղղակի նստել է այնպես ներամփոփ վիճակում եւ պարզվում է, որ ամենապակաս ակտիվությունը ուղեղի գրանցվում է հենց այդ ուղեղի բանի ինֆորմացիայի գերարատության պայմաններում, որովհետեւ էլի ի վիճակի չես լինում արդեն եւ արդեն պետքը դեռ չի լինում, այսպես ասած, իսկապես անտարբերության բան է գալիս։ Սա էլ սուբյեկտի ակտի իրական ինքը երևում է որպես пассив բան, որ չես լսում, չես կարդում, բայց իրական սուբյեկտայնության գուցե դրսևորում է, որ դու համաձայն չես սա ոնց որ սպառելու հետ եւ անջատում ես քեզ։ Դու կանեիք արձագանք Ռուբենի մեծ ասածին։ Ես կուզեի արձագանքել, բայց մի փոքր ռեկլամ անել իրեն։ Եթե կա։ Ես միայն կողմ գիտական գովազդի մետամորֆոզի այդ չափումների մասին մենք շատ ուրախ ենք, որ մեր լաբորատորիայում մենք այսօր հնարավորություն ունենք ուղեղը նկարել, հա։ Մենք ունենք սարքեր, որոնց միջոցով կարողանում ենք այս կամ այն ինֆորմացիա տրամադրելով մարդուն հասկանալ ինքը այդ պահին, եթե դա վիզուալ կամ տեքստային, որտեղ է նայում, ինչն է կարդում, ինչն է բանանում, հա, եթե այսպես կոչված eye tracker-ն է, ունենք EEG, հա, որով կարողանում ենք միաժամանակ, հա, մեր լաբորատորիայի երևի ամենամեծ հաջողություններից մեկն է, որ մենք կարողացնենք սինխրոնիզացնել բոլոր այդ գործիքները, հա, եւ մենք կարող ենք իրար հետ են աշխատում, ինչը կարդ, ինչ ինֆորմացիա տեսավ, կարդաց եւ ինչ արձագանք եղավ ուղեղում։ Եվ մի երկու ինսայթ ինչ կտակ, որպես օրինակ, եթե կան ընթացիկ տվյալներ, որոնք խոսում են մեր այս խոսքը։ Մենք ունենք որոշ հրապարակումներ, ես ավելի շուտ խոսեմ ֆինանսական շուկաների մասին, որովհետև ֆինանսական շուկաներ դրանք այն գործիքն են, որտեղ ինֆորմացիան մարդու որոշում եւ արձագանք միանգամից երևում է, հա, դու եղավ ինֆորմացիա, մարդիկ ինչ որ որոշումներ կայացրեցին, գները բարձրացան, կամիջան, աժոտաժ սկսեց շուկա, դու դա կարող ես չափել, հա, միշտ չէ, որ ինֆորմատիվ լուրը ֆինանսական շուկան շարժում է, հա, ու դա կարելի է տեսնել բանի այդ հետազոտությունների մեջ, հա, ոնց են մարդիկ ընկալում ինչ որ լուր, որը բարդ է։ Այսինքն պարզ լուրերը, երբ որ դու բան, հա, այդ ինքը կարող է մեջ ավելի շատ ինֆորմացիա չի պարունակում ու պետք է որ չազդի բանի վրա, հա, բայց ինքը կարող է ազդել։ Այսինքն դա միանշանակ չի ամեն ինչ, հա։ Միակ հստակ բանը, որ կոլեկտիվ որոշումները մարդկանց կայացվում են ավելի պարզ ու քիչ ինֆորմատիվ բաների վրա, հա, լուրերի վրա։ Այսինքն եթե դու բարդ ձևով ինչ որ բան ես ուզում ասել մեծ հանրությանը, այդ հիմնականում չի ընկալվում։ Հանրությունը դա չի ընկալում։ Այսինքն մի ուրիշ ճանապարհով նորից գալիս ենք նրան, որ ոնց որ մի տեսակ բավարար պարզ լինելու էֆեկտ, այսինքն ոչ այնքան որ ընդհանրապես ինֆորմացիա չպարունակի, ոչ էլ այնքան որ ծանրաբեռնի, ինչ որ Ես դեռ կուզեի նաև ասել, որ ինֆորմատիվություն կարելի է չափել, հա, ընդ որում կարելի է չափել որպես արձագանք, մարդկանց արձագանք, հա։ Օրինակի համար մարդուն տվեցիր բան, հետո հարց ես տալի, ասում ես դու այստեղ ինչ որ բաներ գրած փոխվեց քո մոտ կարծիքը, հա։
Եվ մյուս բանը, որ ավելի հետաքրքիր է, արհեստական բանականությունը կարող է ինֆորմատիվություն չափել, տեքստի, նկարի, չգիտեմ բանի, հա, ու այդ հետազոտությունները նույնպես շատ հետաքրքիր են, երբ որ դու անկախ չափում ունես, դու կարող ես անկախ ասել ես, այն ինչ որ տալիս ես մարդուն դա ինֆորմատիվ է թե չէ, հա։ Եվ այդ հետազոտություններն էլ են ցույց տալիս, որ մարդկանց արձագանքը, այսինքն ռացիոնալությունը մարդկանց, հա, դա միանշանակ չի։ Մարդիկ շատ ավելի, այնց ոնց որ մենք պատկերացնում էինք, հա, ռացիոնալ այդ սպասումների տեսություն եւ այլն, այդտեղ շատ մեծ վերապահումներ կա։ Վարքագծային այս մոտեցումները, որոնք այս վերջին տարիներին ուրեմն մշակում են շատ մեծ հեռանկարներ։ Ահա, որտեղ նոր նյուանսներ, ըստ էության հոգեբանության համար նոր չի, որ մարդը ռացիոնալ էակ չի միայն, բայց ես միշտ ունեցել եմ այդ ներքին բանավեճը նաև այդ տնտեսական վարքաբանության հետ, հա, չէ, վարքաբանական տեսագիտության, չէ, behavioral economics, որտեղ ամեն ինչ այդ հիմնական մոդելը, ինչքան էլ որ տարբեր տեսությունների ոնց որ վերանայված տարբերակներում քննարկվում է, միևնույն հիմնական մոդելն է, որ մարդու վարքը ռացիոնալ է կամ քիչ գործոններով է։ Լավ է որ հիմա քննարկումները բարդացել են։ Դա եկել է նրանց, որ տնտեսագետները միշտ փորձել են այնց ենթադրությունների վրա կառուցել տեսություններ, որոնք հեշտ մաթեմատիկական նկարագրություններ կունենան։ Այստեղ իհարկե բանի, հա, Էյնշտեյնի ասած, որ մոդելները պետքա պարզ լինեն, բայց ոչ ավելի պարզ, քան իրականությունը կարող է թույլ տա։ Այստեղ տենց խնդիրներ կան։ Եվ այստեղ հասնում ենք այն կարևոր կետին, որ պարզը շատ հարաբերական հասկացություն է եւ թե ինչը մենք կհամարենք պարզ կամ բարդ, արդեն կախված է մեր ինտելեկտուալ հասունացման մակարդակից, մեր սպառած տեղեկությունների ծավալից, ինչին ենք մենք վարժվել, ինչին ենք հարմարվել իբրև պարզ կամ իբրև բարդ, այո, եւ եթե բնականաբար արդեն այստեղ հասնում ենք հասարակության կրթվածության մակարդակին, պարզն ու բարդը շատ հարաբերական հասկացություններ են։ Եթե ունենք ինֆորմացիոն անդադ էսպիսի ռմբակոծում, բայց միևնույն ժամանակ այնպիսի ինֆորմացիա, որը ըստ էության չի աճեցնում հասարակությանը, որովհետև կամ բավարար չի սպառվում, կամ որակյալ չէ, կամ ինչ որ այլ զանազան ազդեցություններ ունենում, ոչ բարենպաստ ազդեցություններ մարդու մտածողության վրա, այստեղ արդեն գալիս է հարցը ում համար պարզ եւ ինչեւ ինչ աստիճանի։ Այո, բիզնեսի տեսանկյունից, շուկայի տեսանկյունից այստեղ բանի զգայունության, մարդկային զգացմունքայնություն, զգացմունքների վրա ազդելու գործոններ են ասում, մեր հետազոտություններում, չգիտեմ, դուք ասում եք, այսինքն սենտիմենտի վերլուծությունը մեդիայում, չէ, որ հիմնականում հիմա զայրույթով են ստանում։ Հա, այն ճիշտ եք ասում, բացասական տեղեկությունը միշտ այնց ավելի ակտիվ ազդեցություն ունեցող, հա։ Եվ սա էլ արդեն հանգեցնում է քննադատական դիրքերի որոնման։ Քո խոսքում մի դա բան ասացիր, որ դիմադրություն, չգիտեմ, դիմադրություն բառը օգտագործեցիր, թե չէ, բայց որ չես ուզում սպառել այդ լուրը արդեն, ոնց որ դիմադրում ես, հեռու ես, դիրքավորվում ես այսպես մի քիչ հեռու եւ տարածություն ես այսպես դնում քո եւ այդ լուրի միջեւ։ Այո, երբեմն արդեն քննադատական դիրք դառնում է այդ հրաժարումը տեղեկությունների սպառումից։ Բայց այդ հրաժարումն իր հետևանքով։ Էլ իր հետևանք բնականաբար եւ ոչ մի բան այսպես պարզ ու հեշտ չէ բնականաբար, ու գալիս են արդեն քննադատական մեդիա պրակտիկաներ, որոնք հարց են տալիս ինքնին լուրի ռացիոնալության մասին, այդ բանի ինչ է լուրը, ոչ ես չեմ ուզում իրադարձությունների մասին պատմել, ասենց շատ արագ, ոչ դա սխալ է, որովհետեւ դա աղճատում է այդ Էյնշտեյնի ասածը, որ ավելի բարձ քան թե իրականում կա, այդ իրականությունն էլ է, չէ՞, շատ բարդ հասկացություն ինչ է իրականությունը եւ այո, երբեմն դու երբ որ անդադ պատմում ես այդ իրականության մասին, այդ պատմելու միջոցով անդադ ձևափոխում ես այդ իրականությունը եւ ուրեմն սա էլ բարձ գործընթաց չէ եւ այդ բարձության մասին ստեղ էլ պիտի հարց տալ, էլի կարելի է խնդիր դարձնել հենց այդ լրատվական ձևաչափը եւ այլն խոսքով քննադատական հայացքը կամ քննադատական պրակտիկան տեղ ունի այսօր հասցնում է ինչ որ բան ասել օրինակ հումանիտար գիտությունների կողմից թե այս ալիքը շատ մեծ այսինքն օրինակ հումանիտարները այսօր ինչ դա մենք հա կամ հասարակագետները հումանիտարները միայն ունեն post factum ինչ որ իրողությունները գրանցելու բան հնարավորություն թե կարող են այդտենց ասել մի եկեք մի քիչ որակ տանք, մի քիչ բան։
Ինձ թվում է, այստեղ երկու իրար զուգահեռ ու մրցակցող գործընթացներ կան։ Մի կողմից, ասենք մենք տեսնում ենք այսօր ինչքան հեշտացել է ճամփորդելը, գնալ-գալ, երկխոսություն եւ այլն, չէ՞, այսինքն մի տեսակ գիտական туриզմ, գիտական զբոսաշրջություն եւ այլն, որտեղ ես միշտ վստահ չեմ, որ արտադրվում է իսկապես դիմադրող կամ նախաձեռնող գիտելիք, երբեմն պարզապես հարմարվող եւ այդ հիմնահոս ընթացքներին հարմարվող փոխդասավորությունների մեջ տեղավորվող գիտելիք է արտադրվում կամ փորձառություններ են արտադրում իսկ բայց երբեմն նաև էլի ինչ որ ՀԿ-ների ջանքերով եւ այլն մեկ-մեկ խրախուսվում են այդպիսի այլընտրանքային պրակտիկաները այսինքն տեսեք ժամանակակից հասարակության երկու բաներ այնց գործընթացներ մրցակցող որոնց գործորդները երբեմն հենց նույնական են էլի ՀԿ-ներ հասարակական կազմակերպություններ եւ հասարակական կազմակերպություններ որոնք մի դեպքում սպասարկում են այդ հիմնահոս ընթացքների զանգվածայնացմանը, առավել տարածմանը, իսկ մյուս կողմից երբեմն փորձում են արտադրել այլընտրանքային պրակտիկաներ։ Ու նաև անհատների այլընտրանքային պրակտիկաների ձայնը լսելի է երբևէ տեսել եք շոշափելի ազդեցություն։ Օրինակ պատասխանատու լրագրության մասին ըմբռնում կա օրինակ այսօր Հայաստանում։ Կարծում եմ շատ քիչ չափով կա, որովհետև դա իսկապես չի էլ մրցակցում։ Ես օրինակ իմ ուսանողներին միշտ բերում ցույց էի տալիս Active-AM-ի բաները, պատրաստած ֆիլմերը, այլընտրանքային լրագրություն, այդպիսի մրցույթ էին արել տարիներ առաջ, որտեղ այլընտրանքային լուսաբանում թեմայով մրցույթ, որտեղ ասենք ինչպես կարելի է Վանաձորի պոնզամոլիբդենային կոմբինատի այդ արտանետած ծուխը լուսաբանել ոչ լրատվական ձևաչափով, այսպես էլի, եւ այստեղ պիտի խախտես մարդկանց ժանրային ակնկալիքները, պիտի դիմադրես այդ արագությանը, երբեմն նույնիսկ մասնագիտական չափանիշները պիտի ոտնահարես, այն դրամատուրգիայի դասական կանոններ եւ այլն, այսինքն արտահայտման ձևերի մակարդակում փոփոխություն, որը էլի հիմնականում ասենց թիրախային խմբային ազդեցություն կունենա եւ վեկտորը դա կլինի, էլի զանգվածային ազդեցության մասին հազիվ թե կարող ենք խոսել, բայց գոնե ինչ որ գործընթաց է, որը պետք է անել եւ որովհետեւ մենք անդադ այսպես հետին թվով արձանագրողներ չլինենք, պիտի ակտիվ հարց ունենանք։ Երևի թե հումանիտար ոլորտի դերը այստեղ կարող է լինել, ունենալ ակտիվ հարց եւ այնուհետեւ իբրև գործիք կիրառել այդ մաթեմատիկական մոդելավորման հնարքները կամ տվյալների կուտակումները եւ այլն, որ կան մեծ տվյալներ ասվածը, քանակայնացնել եւ այլն, բայց այնպես որ հումանիտար գիտությունը մենակ քանակայնացման, այո, քանակայնացման չվերածվի։ Ռուբեն դուք ունեք այս առումով ասելիք հումանիտարներին։ Ես նույնիսկ չգիտեմ, ես ինքս ով եմ դրա համար։ Հա, շատ միջանկյալ է, չէ՞, ճիշտ եք, հա, բայց ես կարող ենք ինձ պետք է ասեմ։ Մարդու ինչ կոնցեպտ ունեք, այսենց միջանկյալ ոնց որ բնագավառ։ Իրականում ինձ թվում է այս վերջին տարիներին այդ միջգիտակարգային գիտությունը միջգիտակարգային է դառնում, հա, այդ հումանիտար եւ, չգիտեմ, ճշգրիտ գիտությունների շեմն էլ բանալվում, խախտվում, հատկապես այս արհեստական բանականության հետ կապված բոլոր գործընթացների հետ։ Ես կարծում եմ այդ process շարունակվել է, հա, ես կարծում եմ, երբ որ ես ասում եմ օրինակի համար, որ կարող ենք բարդությունը չափել, ես գիտեմ դա ոնց չափել, հա, ես կարող եմ թվային բաներ ասել։ Իհարկե դա նորից եմ ասում, բոլոր մոդելները, որոնք այս կամ այն չափով մարդու վարքն են փորձում մոդելավորել, այդտեղ կան վերապահումներ։ Եվ այդ վերապահումներով հանդերձ գոյություն ունեն եւ տենդենսները գնում են նրան, որպեսզի գիտական տենդենսներ նկատի ունեն, որ փորձել այդ հնարավորին չափ մարդու վարքը, մարդու գոնե հասարակական բան, հասարակական արտացոլումները այդ վարքի կարողանալ ինչ որ ձևի մոդելավորել։ Ես օրինակի համար կարող եմ մեր վերջին հետազոտություններից մեկի մասին պատմել, որ արել ենք համատեղ մեր գոլեգաների հետ դրսից, դա կոչվում էր քարոզչություն, propaganda versus informativeness, հա, այդ ուտեղ լիքը ինչ որ մեթոդներ կան, որ ուրիշներն էլ են զբաղվում, բայց մենք էլ նաև ինչ որ բաներ փորձեցինք անել, որտեղ կարելի է լուրը, հա, դա լինի տեքստային լուր, վիդեո լուր, կարելի է փորձել ինչ որ մեխանիզմներով դասակարգել։ Ոնց որ օրինակ հիմա արհեստական բանականություն կարողանում է դասակարգել fake լուրերը, հա, այսինքն դու կարող ես մոդելներ տարբեր ձևի սովորացնել մոդելներ, որոնք կարող են fake լուրեր
ճշգրիտ չի, հա, ասենք ոչ մի արհեստական բանականության մոդելը ճշգրիտ չի աշխատում։ Մեքենայական ուսուցման կամ տենց մոդելներ, իհարկե, կամ տենց մոդելներ, երբ որ բան են անում, ասում են, որ այս մեծ հավանականությամբ fake լուրը, հա։ Նույն ձևի կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ սա բան է, սա նպատակը ոչ թե ինֆորմացիա տրամադրելն է, այլ վերաբերմունք ինֆորմացիային, հա, ինչով է տարբերություն ինֆորմացիան պրոպագանդայից, որ այդ ինֆորմացիան, որը տրամադրվում է, դրա հետ նաև վերաբերմունք է տրամադրվում։ Ասեմ օրինակի համար կան մի շարք ոչ հայկական, հա, արտասահմանյան հեռուստաընկերություններ, ռադիո բաների վրա կիրառվեց ու տարօրինակը, բայց տենց է 90% այս կամ այն չափով պրոպագանդա ունի, հա, իր մեջ, այսինքն մաքուր լուր, որպես այդպեսին, հա, շատ ավելի քիչ է հանդիպում, այսօր եթե լրատվական դաշտն ենք նայում, քան լուր, որի հետ կա որոշակի վերաբերմունք լուրի նկատմամբ, հա։ Եվ սա այ միգուցե որ ասում եք ինչ է փոխվել, միգուցե այս սա փոխվել է, որովհետև այդ լրատվական աղբյուրներից օգտվողների քանակն է կտրուկ մեծացել եւ այս գործընթացները կտրուկ էֆեկտիվ են դարձել, հա, երբ որ դու փորձում ես լուրի միջոցով կամ լուրի տակ նաև այդ քո վերաբերմունքը բան անել, փոխանցել մարդուն։ Ես երբ որ ասում եմ բան, որ այդտեղ քիչ ինֆորմատիվ, հա, նաև ինչքան պրոպագանդան շատ է, այնքան ինֆորմացիան քիչ է, հա։ Ոնց որ իրենք հակադարձ միանշանակ, եւ երբ որ դու իմ ասած այնց նաև նրա մասն որ երբ որ դու քիչ ինֆորմատիվ լուր ես տալիս, բայց դրա հետ նաև վերաբերմունք, հա, դա որոշումների վրա ավելի շատ ազդեցություն կա ունենում, դա չափելի է, հա։ Ահա, իսկ հնարավոր է որ այսօրվա գիտական ուղղակի հնարավորություններն են մեծացել որսալու այն երևույթը պատեռնը, որ միշտ է եղել, կարծես թե տեղեկա, ոնց ասեմ, մեդիան միշտ էլ այդ պրոպագանդ, ասենք թեկուզ անտիկ ժամանակներից։ Միանշանակ դա միշտ ինֆորմացիա տրամադրող այդ աղբյուրը ինչ որ վերաբերմունք ուզեցել է փոխանցել, հա։ Ու դա իսկապես երևի շատին է, մենք նոր ենք կարողանում չափել ինչ որ բան։ Եվ երևի մի հարց է տամ, քանի որ քիչ մոտեցան քաղաքական հարցին ըստ էության, եւ եթե մի քիչ ոչ թե ուղղակի sense ընդհանուր խոսենք մարդու վրա, որ ազդեցություն, այլ խոսենք այդ մարդու վրա ազդելու հնարավորությունների տարբերությունների մասին ազգային մակարդակում, հա, միջազգային մակարդակում։ Հայաստանը այսօր որտեղ է կանգնած, մենք ընդհանրապես ազդվողն ենք կամ տվյալների հումքեր ենք, թե մենք նաեւ մասնակցում ենք այդ ազդեցությունների Գիտեք, ունենք այս մասին ասելու բան։ Մենք դից հետազոտություն չենք կարի, ես չգիտեմ։ Կարող ենք բարձրաձայն մտածել։ Բարձրաձայն մտածելով, ինձ թվում է առանձնապես տարբերություն չկա, ես չեմ կարծում, որ ազգային ինչ-որ առանձնահատկություն կա ինֆորմացիա անցալելու։ Չէ, դա նկատի չունեմ, կներեք, նկատի ունեմ մենք ոնց որ որպես երկիր, որպես շուկա, ընդամենը ոնց որ տվյալների հումք ենք, որոնց վրա մեծ կորպորացիաներ են ազդում անդրազգային, այլ թե մենք նույնպես կարող ենք այդ մեծ տվյալներից օգտվել, հավասարապես եւ օրինակ դա օգտագործել policy-ներում, մեր քաղաքականությունում, օրինակ տեսեք, մեծ տվյալների որոշակի մաս բաց են, հա, դու կարող ես բաց տվյալներից օգտվել, ինչ որ տվյալներ փակ են, այն ինչ որ հիմա կատարում է Հայաստանում, այս բանը, կենտրոնները, բաները որ սարքում են, դա հենց նրա մասին է, որ այն տվյալները, որոնք աշխարհում կուտակվում են, ինչ որ մասը նաև պահվի Հայաստանում։ Իսկ մենք ռեզերվուար ենք, թե մենք ակտիվ օգտագործողը ենք։ Հույս ունեմ, որ ակտիվ օգտագործողը կլինենք, եթե նկատի ունեք համաշխարհային քաղաքականության վրա մեր ազդեցությունը, Չէ, գոնե մեր քաղաքականություն։ Մեր քաղաքականություն հույս ունեմ, որ այո։ Մայրամ, ինչ կա այդ քաղաքական չափման մասին, թեկուզ եթե այլ արձագանք ուներ։ Դեռ այս արհեստական ինտելեկտի հայտնությունից առաջ, պարզապես տեղեկատվական հեղափոխություն, տեղեկատվական դարաշրջանի մեկնարկից, երբ որ համակարգչային տեխնոլոգիաները սկսեցին ակտիվ դիրք ունենալ, շատ մեծ չափով պայմանավորել մեր սպառած տեղեկությունները, դե մենք խոսում ենք աշխարհի գլոբալացման մասին, տեղեկատվական հոսքերի ուղղորդվածության մասին, հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք եւ այլն։ Եվ ստացվում է, ով մատակարարում է ինֆորմացիան, փափուկ ուժը նրանն է եւ այսպես գլոբալ դոմինանտության, գերիշխանության հասնում են այդ տեղեկատվական հոսքերը ապահովողները եւ տարածողները։ Մյուս կողմից այսօր էլի այսպես զուգահեռ եւ նույնիսկ ոչ զուգահեռ, այսպես իրար մեջ սերտաճած եւ իրար մեջ ներթափանցած տարբեր գործընթացներ կան, ասենք
արևմտյան դասընթաց համասարանական մեր համասարանի դասախոսների համար, որտեղ սովորեցնում են այսպես ճակատներով եմ ասում, առաջարկում են, հա, բան գիտելիք արհեստական ինտելեկտի կիրառության մասին եւ այլն, ու առաջարկում են ստեղծել տեղական մոդելներ, փոքր բաներ, արհեստական ինտելեկտներ, որոնք կլուծեն թեկուզ փոքրամասշտաբ խնդիրներ, այդուամենայնիվ խնդիրներ, որոնք նպատակ ունենան, այո, հա, բայց կօգնեն, որ այսպես շատ չափավինես այդ մեծ անդրազգային կորպորացիաներին եւ կարողանաս քո տեղական խնդիրները ինքդ լուծել ու մրցակցել, մի քիչ դեմոկրատացնել այդ արհեստական ինտելեկտի կիրառումը նաեւ, բայց մյուս կողմից այդ բանը արևմտյան կազմակերպությունը, որը իրականացնում է այդ դասընթացը, փորձում է հետո մեզ ապրանք վաճառել, այսինքն վաճառում է ծրագրային ապահովում եւ ծրագրային օժանդակություն, ինչպես մենք կարողանանք դա կիրառել։ Այսինքն էլի սերտաճած են գործընթացները, փոխպայմանավորված եւ ոչ պարզ։ Մեկ են, հա, ասենց ինչ որ երկակի վիճակը։ Ու պետք չէ բարձեցնել խնդիրները ավելորդ, պարզապես պետք է հասկանալ, որ ինչ վիճակ, ինչ դրության մեջ ենք մենք, իսկապես անվանել խնդիրները եւ փորձել հնարավորինս կիրառել դա, եթե հնարավոր է, ինչ չափով եւ այլն, այդ արդեն առանձին մտածելու բան է, որովհետեւ մենք միայն բան չդառնանք, անդադ տեղեկատվական հոսքերի սպառող չդառնանք եւ կարողանանք ինչ որտեղ ակտիվ հարց տվողներ լինել։ Առնվազն մեր մշակութային կոնտեքստի մասին հարց ունենանք։ Ինչպես ենք մենք սպառում, ինչ տեղեկատվական հոսքեր են ազդում մեզ վրա եւ այլն եւ այլն։ Սա արդեն ակտիվ դիրք է, երբ որ փորձում ես հասկանալ, թե դու ինչ տեղեկատվական ազդեցության ենթակա ես եւ ինչպես կարելի է վարվել այդ տեղեկատվական ազդեցության հետ։ Սուբյեկտ լինելը նախ նշանակում է ռացիոնալ հարց, այդ քո սպառածի վերաբերյալ եւ դիմադրության հնարավորության քննարկում։ Որպեսզի չդառնանք միայն տվյալ։ Ունեք ինչ-որ վերջին արձագանք, ինչ-որ բան ասել։ Վերջին խոսքս, հա։ Վերջին շտրիխը։ Երևի թե պետք է բան ասել նրա մասին, որ այդ իսկապես ապրում ենք մեծ տվյալների դարաշրջանում, մեծ տվյալները դա միայն ծավալը չի, այլ նաև արագությունն է, թե ինչ արագությամբ են տվյալները կուտակվում, եւ ստեղ նորից կուզեի ասել, որ սա կարծում եմ ազգային խնդիր չի, դա շատ գլոբալ խնդիր է եւ մեր դերը ստեղ կարծում եմ պետք է լինել փորձել հետ չմնալ այն տենդենսներից, որ աշխարհում կան։ Մարիամ, Ռուբեն, շատ շնորհակալ եմ այս ինձ թվում է խորքային եւ ինտենսիվ զրույցի համար։ Իհարկե մենք ինչ հասկացանք, որ բարդ է ու դեռ բարդանալու է տեղեկատվական թվային միջավայրում ընդհանրապես կենսագործունեությունը մարդկային, բայց մարդը նույնպես բարդ է իր բարդ հոգեկան ապարատով եւ ոչ դեռ միջև վերջ չբացահայտված ուղեղով եւ կարծես թե մենք ասելիք եւ անելիք եւ դրա հնարավորություն ունենք։